Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է վրացական երազանք կուսակցության նախագահ։ Այդ պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին օրեր առաջ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։ Հիշեցնենք, որ Իրակլի Կոբախիձեն վրացական երազանք կուսակցության նախագահն է եղել նաև 2021-ից 2024 թվականներին։ Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի եւ Վրաստանի առաջին փոխվարչապետ էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Այս մասին հայտնում են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մենք ապահովում եւ ապահովելու ենք Վրաստանի հետ առանձնահատուկ եւ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը։ Հայաստանի եւ Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար եւ զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Բարեկամ Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։ Հանդիպման ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են։ Միաժամանակ նա նշել է, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել առևտրաշրջանառության սահուն ընթացքը դանդաղեցնող բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելու, մաքսային ընթացակարգերը պարզեցնելու եւ թափանցիկ ներդրումային միջավայրը խթանելու ուղղությամբ։ Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության վերականգնվող էներգետիկայի, բնապահպանական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում գործակցության խորացմանը։ Վրաստանն ու Հայաստանը երկարատև բարեկամական եւ արդյունավետ համագործակցության պատմություն ունեն, որը հանգեցրել է այսօրվա շատ սերտ հարևանական հարաբերություններին։ Այս կապերը հիմնված են վստահության վրա եւ կենտրոնացած են փոխշահավետ գործընկերությունների զարգացման վրա, հայտարարել է Դավիթաշվիլին։ Նրա խոսքով Վրաստանը Հայաստանի հետ առևտրային եւ տնտեսական համագործակցությունը համարում է նույնքան կարեւոր, որքան քաղաքական հարաբերությունները։ Մեր երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների աճը զգալիորեն նպաստել է մեր հարաբերությունների հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը, ինչպես կառավարական, այնպես էլ մասնավոր հատվածի մակարդակներում։ Ներկայում Վրաստանում տարբեր ոլորտներում գործում է հայկական կապիտալով 600 ընկերություն։ Ավելին, ես կցանկանայի ընդգծել անցած տարի Վրաստանի բանկի խմբի կողմից Հայաստանում կատարված աննախադեպ ներդրումը, որը նշանակալի քայլ էր ֆինանսական կապերի ամրապնդման գործում։ Հայաստանը արժանացել է վրաց ներդրողների վստահությանը։ Դավիթաշվիլիի այցի ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առկա առևտրատնտեսական համագործակցությունը եւ կապերի հետագա խորացման ռազմավարությունները։ Երկու երկրների էկոնոմիկայի նախարարները տեղեկատվություն են փոխանցել Հայաստանում եւ Վրաստանում առկա հիմնական տնտեսական ցուցանիշների, միտումների եւ գործարար ու ներդրումային միջավայրի վերաբերյալ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր էջում շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին, Գերմանիայի կանցլեր ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել նրան հաջողություն որպես առաջատար եվրոպական պետության ղեկավար։ Կոբախիձեն հույս է հայտնել, որ կանցլեր Մերցի ղեկավարության ընթացքում Վրաստան-Գերմանիա գործընկերությունը կամրապնդվի, ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ, որոնք օգուտ կբերեն երկու ժողովուրդներին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում, այս մասին հաղորդել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրադրության շուրջ, ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպումը եղել է կառուցողական։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկերոջ Մոհամեդ Իսհակդարի հետ, իր աջակցությունը հայտնել Պակիստանին կապված վերջին իրադարձությունների հետ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը զանգահարել է Պակիստանի արտգործնախարար Իսհակդարին Թուրքիայի համերաշխությունը հայտնելու նրան Հնդկաստանի սանձազերծած ագրեսիայի դեմ, որը խախտում է Պակիստանի ինքնիշխանությունը եւ սպանում խաղաղ անմեղ բնակիչների։ Նախարարները պայմանավորվել են իրավիճակի զարգացման վերաբերյալ սերտ գործակցությունը շարունակել։
Միացյալ Նահանգներում հունական եւ հրեական կազմակերպությունները հայտարարություններ են տարածել, Վաշինգտոնին կոչ անելով Թուրքիային զրկել F-35 կործանիչների ծրագիր մուտք գործելու թույլտվությունից։ Cyprus Mail-ը գրում է, որ միջազգային համակարգող արդարություն Կիպրոսի համար կոմիտեն կոչ է արել հրաժարվել ցանկացած փորձից վերականգնելու Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին կամ վերացնելու Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենքի շրջանակում սահմանված պատժամիջոցները։ Ամենաժամանակակից կործանիչ ինքնաթիռը F-35-ը պետք է հասանելի լինի միայն Ամերիկայի ամենահուսալի դաշնակիցներին։ Թուրքիան ցանկանում է, որ Միացյալ Նահանգները վերացնի Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենքի պատժամիջոցները եւ այն կրկին ներառի F-35 ծրագրում, ասված է Արդարություն Կիպրոսի համար կոմիտեի հայտարարության մեջ։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բազմիցս ցույց է տվել, որ հուսալի դաշնակից չէ։ Խաղաղարարության քաղաքականությունն արդյունավետ չեղավ Հիտլերի դեպքում եւ արդյունավետ չի լինի բռնապետ Էրդողանի դեպքում, ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ Cyprus Mail-ի աղբյուրները հայտնել են, որ կազմակերպության ներկայացուցիչը երկուշաբթի հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ հանրապետական սենատոր Ջիմ Ռիզի հետ, որը հայտարարել է, որ թույլ չի տա Թուրքիային միանալ F-35 ծրագրին։ Jewish Insider-ն էլ հայտնել էր, որ օրերս Ամերիկայի ազգային անվտանգության հրեական ինստիտուտը հրապարակել էր զեկույց, որտեղ նշված է, որ Անկարան չպետք է վերադառնա F-35 կործանիչների ծրագրին։ Կազմակերպության հայտարարության մեջ նաև նշված է մի շարք ավելի խիստ պայմաններ, որոնք Թրամփի վարչակազմը պետք է սահմանի, եթե որոշի շարունակել Թուրքիայի հետ F-35-ի ծրագիրը։ Թեհրանը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է իրանական նավթի գնորդների նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից երկրորդային պատժամիջոցներ կիրառելու դեպքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ Մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, պատրաստ ենք իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին եւ մեր բոլոր սցենարներն ամբողջությամբ պատրաստ են։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի սկզբին սպառնացել էր, որ Իրանից նավթի եւ նավթամթերքի գնորդները կբախվեն երկրորդային պատժամիջոցների եւ նրանց չի թույլատրվի բիզնես իրականացնել Վաշինգտոնի հետ։ Մոհաջերանին նաեւ ասել է, որ Իրանի կարմիր գծերը Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններում հստակ են եւ որ Թեհրանը բանակցություններ կվարի միայն միջուկային հարցերի շուրջ։ Նա նշել է, որ Իսլամական Հանրապետության կարմիր գծերը մնացել են անփոփոխ վերջին 20 տարվա ընթացքում եւ որ Իրանը երբեք չի շեղվել դրանցից։ Իրանը պնդել է, որ միջուկային էներգիան կարևոր է խաղաղ նպատակներով կիրառման համար եւ որ Իրանի ժողովուրդը իրավունք ունի այն ձեռք բերելու։ Իրանը ցույց է տվել իր հավատարմությունը դիվանագիտությանը բանակցությունների բազմաթիվ փուլերում։ Մյուս կողմը պետք է կայուն դիրքորոշում ընդունի։ Մոհաջերանին վերահաստատել է, որ Իրանը բանակցությունների շարունակման հետ կապված որևէ առարկություն չունի, եւ քանի որ Օմանը միջնորդում է այս անուղղակի բանակցությունները, Թեհրանը սպասում է, որ հարևան երկրի արտաքին գործերի նախարարը կնշանակի հաջորդ փուլը։ Իրանի իշխանությունները պետք է ճիշտ որոշում կայացնեն եւ հրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից։ Հակառակ դեպքում նրանք Միացյալ Նահանգներին այլընտրանք չեն թողնի։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Սա ամենակարևոր պահն է Իրանի պատմության մեջ եւ ես հուսով եմ, որ նրանք ամեն բան ճիշտ կանեն։ Ես կցանկանայի տեսնել խաղաղության համաձայնագիր, ուժեղ խաղաղության համաձայնագիր։ Նրանք չպետք է միջուկային զենք ունենան։ Նրանք անհրաժեշտ ամեն ինչ ունեն։ Նրանք հոյակապ ժողովուրդ ունեն։ Հսկայական քանակությամբ նավթ եւ ակտիվներ ունեն։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այն հաջողակ երկիր լինի։ Մենք չենք ցանկանում անել որևէ բան, որը կարող է խանգարել դրան։ Միացյալ Նահանգների նախագահը նաև նշել է, որ Իրանը ոչ մի դեպքում չպետք է միջուկային զենք ունենա, եւ եթե նրանք որոշեն գնալ այդ ճանապարհով, դա շատ տխուր կլինի։ Թրամփը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում դա անել։ Նրանք միջուկային զենք չեն ունենա, վստահեցրել է Թրամփը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր մայիսի 10-ից 11-ին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների 4-րդ փուլն անցկացնելու ծրագրերի մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆաուդ Հուսեյնը ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել։ Հանդիպանը հատուկ ուշադրություն է դարձվել այնպիսի հիմնական ոլորտների, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը եւ կապը, գիտությունը, մշակույթը, կրթությունը եւ զբոսաշրջությունը։ Քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ գործընկերության ամրապնդման լայն հնարավորությունները։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային ու համաշխարհային ավելի լայն զարգացումները, կիսվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգ
անվտանգության հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներով։ Բայրամովն իր իրաքցի պաշտոնակցին տեղեկացրել է նաև տարածաշրջանում հակամարտությունից հետո տիրող իրավիճակի, վերականգնման, ականազերծման եւ խաղաղության ջանքերի, այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերի մասին։ Իրանը մտադիր է ավելացնել դեպի Բաքու ուղիղ չվերթների քանակը, Թեհրանը կավելացնի 2 չվերթ, հասցնելով դրանց ընդհանուր թիվը 4-ի, իսկ Թավրիզը կբացի 2 նոր երթուղի։ Այս մասին հայտարարել է ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության միջազգային հարաբերությունների գլխավոր տնօրեն Ամին Թարաֆոն։ Որոշումն ընդունվել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի Բաքու վերջին այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումներից հետո, որտեղ որոշվել է, որ Թեհրան-Բաքու չվերթները կիրականացվեն շաբաթական 4 անգամ, իսկ Թավրիզ-Բաքու չվերթները շաբաթական 2 անգամ։ Ըստ Թարաֆոյի, քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը ներկայում բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ եւ տեխնիկական գնահատում իրականացնում ծրագիրը հնարավորինս շուտ իրականացնելու համար։ Ապրիլի 8-ին Բաքու այցի ընթացքում Սադեղը մասնակցել է Ադրբեջան-Իրան տնտեսական գործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել են տրանսպորտի տարանցման, էներգետիկայի, առևտրի եւ այլ ոլորտներում գործակցությունը։ Ադրբեջանը համերաշխություն է հայտնել Պակիստանի ժողովրդին եւ դատապարտել այդ երկրի դեմ ռազմական գործողությունները։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին եւ մաղթում ենք շուտապույտ ապաքինում վիրավորներին։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով, նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Պաշտոնական Նյու Դելին հայտարարել է, որ Պակիստանին հասցված հարվածները պատասխան են Ջամույում եւ Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով 26 մարդ էր մահացել։ Հնդկական կողմը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն Պակիստանին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու համար։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։